Ջերմ ողջույն արգելետևորդներ, այսօր նոր տարվա 2026 թվականի մեր առաջին հանդիպումն է և պատրաստելու ենք անչափ համեղ բրոկոլիով աղցան, այդ հիանալի աղցանով ենք սկսելու նոր հետաքրքիր թողարկումները, այնպես որ առաջարկում եմ արագ անցնել գործի։ Արագ ներկայացնեմ ինչ է անհրաժեշտ լինելու այսօր, վերցրել եմ այսպիսի մեկ բրոկոլի, ամբողջը իհարկե չենք օգտագործելու, մոտավորապես կեսը լվացել եմ և հիմա պետք է շատ թեթև շոգ է խաշենք, այսինքն եռման ջրի մեջ դնենք, որից հետո նոր կանցնենք մնացած գործողություններին։ Անհրաժեշտ է լինելու 3 գույնի բուլղարական պղպեղ, կարող եք վերցնել ընդհանրապես մի երանգի ըստ ցանկության, սակայն 3 գույնի կարծում եմ կլինի շատ գեղեցիկ, մայոնեզ, այսպիսի կորիզը հեռացրած զեյթուն, տեսեք, մոտավորապես 2-3 ճաշի գթալի չափով, նաև կիտրոն է անհրաժեշտ լինելու սոուսի համար և չերի լոլիկ, ինչպես նաև համեմունքներ և սոյայի սոուս։ Եկեք առաջնահերթ կտրատենք բրոկոլին, նախ և առաջ բաժանենք այսպիսի կտորների, հետո էլի ենք հիմա մարացնելու, սակայն նախնական այսպես։ Հիմա կորոշեմ, թե որքանն է մեզ անհրաժեշտ, քանի որ կրկնում եմ շատ է այսքանը, կօգտագործենք մեկ այլ բանի համար, այսպես, մեկն էլ կկտրենք և կարծում եմ բավական է։ Իսկ սա բաժանում ենք փոքր կտորների, այստեղից այսպես կտրում ենք և կիսում, վերջ։ Կարող ենք ձեռքով, կարող ենք դանակով, այսպիսի կտորներ են մեզ անհրաժեշտ լինելու, մոտավորապես առայժմ տեղափոխենք ափսեի մեջ, հիմա նախ ասացի արդեն, եփելու ենք, հետո ապակելու ենք շատ արագ, մի թեթև ընդամենը, հեռացնում ենք այս պոչի հատվածները, մեզ ընդամենը այս նուրբ մասերն են անհրաժեշտ, այսպես, վերջ, այսպես, ջուրը մեզ մոտ արդեն եռում է և անմիջապես եռման ջրի մեջ 2-3 րոպե, ոչ ավել դնենք, որից հետո կրկնում եմ պետք է տապակենք արդեն, ստացանք այսքանը, նորից եմ կրկնում, լրիվ հերիք է մեզ և կտրատենք բուլղարական պղպեղը հիմա, նախ բաժանենք 2 մասի, հեռացնենք կորիզները, այսպես և կտրատենք այսպիսի երկարավուն կտորների։ Նորից հեռացնում ենք բոլոր ավելորդ մասերը, բավական է, այնպես անենք, որ շատ չլինի, ամեն ինչ լինի գեղեցիկ և չափի մեջ, այնպես որ ես կվերցնեմ 4-ական կտոր յուրաքանչյուր գույնից, այսպես, մնացածը կօգտագործենք այլ բաների համար։ Ինչու է բերում է չերի լոլիկին, եթե մեծ է բաժանում ենք 4 մասի, եթե փոքր է կարող ենք բաժանել նաև 2-ի, ես կբաժանեմ այսպես 4 մասի և կդնենք առայժմ մի կողմի վրա, կլցնենք այս ափսեի մեջ կամ ցանկացած այլ ափսեի մեջ և առայժմ կպահենք։ Վերցնում ենք պնդոտ լոլիկները, որպեսզի ձիգ լինեն, որպեսզի հեղուկ չարտադրվի, տեսեք այս հեղուկի մասին է խոսքը, ցանկալի չէ, որ ավելորդ որևէ թեկուզ լոլիկի հեղուկ անցնի աղցանի մեջ և հիմա կարող ենք արդեն անցնել կրակի մոտ, որպեսզի ցույց տամ մնացած գործողությունները։ Ձմռան գիշերն է մեղմորեն ընկնում և մեծ քաղաքի դեմքը մշուշում, ես դուրս եմ գալիս փողոց եմ գնում և երկար մայթերն եմ մաշում, բարձր տների պատուհաններում պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ, ես արդեն ոչինչ չեմ մտաբերում, ինձ համար չկա այսօր ու երեկ։ Ինչ ջուրը մեզ մոտ գրեթե եռում է, կարիք չկա աղ ավելացնելու, կարող եք ավելացնել, կարող եք ոչ իհարկե։ Եվ միանգամից լցնեմ բրոկոլին և կրկնում եմ թողնենք մինչև
նախ երանգի փոխելը եւ մի թեթև փափկելը 3-4 րոպե եռման ջրի մեջ։ Պահում ենք, որից հետո միանգամից կշոքեխաշենք, իսկ այդ ընթացքում դրան զուգահեռ արագ հիմա տապակենք պղպեղները եւ անցնենք առաջ։ Նախ եւ առաջ բուսայող ենք ավելացնում թավայի մեջ, թողնում ենք լավ տաքանա եւ արագ կտապակենք հիմա կրկնում եմ կտրատված այս հիանալի գեղեցիկ պղպեղները։ Հիմա մի թեթև աղ կանենք եւ ուրիշ ոչինչ կարծում եմ անհրաժեշտ չէ։ Աղ ենք անում, ինչպես ասացի։ Եվ հիմա արագ խառնելով կտապակենք։ Մեր նպատակն է այնպես անել, որ հասցնենք, որ պղպեղը տապակվի, որից հետո նույն գործողությունը անելու ենք նաեւ եփված բրոկոլիի հետ։ Շատ թեթև կարմրեցնելու ենք, շատ թեթև կրկնում եմ։ Վերջ կարմրել է, ժամանակն է հեռացնելու։ Ես ուզում եմ, որ բուսայողը մնա, դրա համար հեռացնում եմ սարքով։ Այսպես աղ ենք ավելացնում եւ շատ արագ խառնում ենք։ Այսպես։ Բավական է, բրոկոլին էլ է պատրաստ, անջատում ենք եւ անցնում ենք առաջ։ Դե ինչ թողեցինք մի փոքր սառչի, որից հետո կատարում ենք հետեւյալ գործողությունը, ավելացնում ենք մնացած բոլոր բաղադրիչները եւ թանձրուկը, որը պետք է պատրաստենք ընթացքում։ Կավելացնենք այստեղ զեյթունը, ավելացնում ենք կտրատված լոլիկը, այնպես որ հեղուկ չանցնի, ինչպես նշում էի տեսանյութի սկզբում, այսպես։ Պատրաստում ենք թանձրուկը, դրա համար ավելացնում ենք մայոնեզին սոյայի սոուսից, մոտ 2-3 ճաշի գթալի չափով է մեզ անհրաժեշտ լինելու, այսպես։ Բավական է, ավելացնենք մի փոքր կիտրոն, ավելի ստույգ կիտրոնի հեղուկ, յուտ, բավական է, մոտ 1-2 թեյ գթալի չափով։ Ավելացնում ենք համեմունքները կամ այստեղ կամ միանգամից աղցանի մեջ, ես կավելացնեմ աղցանի մեջ։ Հիմա լավ խառնում ենք, այստեղ կորիզ կա, հեռացնում ենք, լավ խառնում եւ ավելացնում։ Խմելի սունելին ենք ավելացնում, 1 թեյ գթալի չափով ոչ ավել, սև պղպեղը եւ եթե իհարկե անհրաժեշտ է աղ կավելացնենք, բայց միայն ստուգելուց հետո։ Քանի որ տապակելուց եւ պղպեղը եւ բրոկոլին աղով ենք տապակել, ինչպես հիշում եք, եւ սոյայի սոուս ենք ավելացրել, որը աղի բնական փոխարինիչն է։ Խառնում ենք այս ամենը շատ լավ եւ կարող ենք արդեն մատուցել։ Դե ինչ այսօրվա համար էլ այսքանը, պատրաստ է անչափ համեղ աղցանը, դուք էլ փորձեք, պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքները, ինչպես միշտ մեկնաբանություններում։ Սիրով կկարդամ եւ կարձագանքեմ, իսկ մենք շուտով կհանդիպենք։